Գիտական հոդվածի սահմանումը մի փոքր տանք, ինչ է ընդհանրապես գիտական հոդվածը։ Գիտական հոդվածը դա տրամաբանորեն ամբողջական, կարգավորված գիտական տեքստ է, որը քննարկման տեքստով արտացոլում է հեղինակի բովանդակային մեկնաբանությունը որոշակի գիտական խնդրի եւ դրա լուծման ուղիների վերաբերյալ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով հոդված դառնում է գիտական, եթե այն անմիջապես ծառայում է, ներառում է գիտության նպատակները եւ գործառույթները, գիտելիքների արտադրություն, համակարգում, գործընթացներ, երևույթների նկարագրություն, բացահայտում, կանխատեսում։ Գիտական տեքստը կարող է համարվել հոդված, եթե այն տրամաբանորեն ամբողջական է, համոզիչ կերպով բացատրում է հեղինակի կողմից քննարկվող խնդրի բովանդակությունը, արտացոլում է կարծիքների երկխոսություն, ներկայացված է ճիշտ ու համակարգով։ Կարելի է ասել, ներեք, էլի որ այո Ձեր ձայնը բարապում է, հետո նորից լավ է լսվում, մի փոքր, եթե կարելի է տեսախցիկին կամ ձայնը, այդ ինչին են, մոտիկ նստեք, որպեսզի ձայնը անընդհատ Հիմա նորմալ է։ Հիմա նորմալ է։ Ահա, չէ, ես բարձրացրեցի, շատ լավ։ Կարելի է ասել, որ գիտական հոդված ասվածը գիտական միջավայրի, գիտական դիսկուրսի մի ձև է, գրավոր տեքստ, որը ներառում է նաև անձնական մտորումներ, անձնական վերաբերմունք եւ իհարկե գիտական նորույթ հայտնելու մեր հանձնառությունը։ Նրա հիմնական առանձնահատկություններն են նպատակների գիտական եւ ճանաչողական բնույթը, որոշակի հետազոտական օբյեկտի նույնականացումը, որը պետք է վերաբերի գիտության որոշակի ոլորտի, մասնագիտական մեթոդների կիրառումը։ Մենք քանի որ անդրադառնալու ենք նաև գիտական հոդված տպագրելու տեղերին, ես նաև ուզում եմ կանգ առնել գիտական ամսագիր տերմինի կամ սահմանման վրա ամբողջական կերպով։ Գիտական ամսագիրը դա ամենից առաջ գրախոսվող ամսագիրն է, որում ուղարկվող հոդվածները հրապարակումից առաջ պարտադիր ենթարկվում են կույր գրախոսման կամ խմբագրական կամ ոլորտի անկախ հեղինակավոր մասնագետների կողմից, սա խնդրում եմ ֆիքսենք։ Հիմա, որն է գիտական հոդվածների բազմազանությունը։ Հոդվածները լինում են, գիտեք, տարբեր տեսակի, բայց հոդվածները պետք է ունենան հիմնավորում, այսինքն, երբ որ դուք ընտրում եք որևէ թեմա, այդ թեման պետք է լինի հիմնավորված գոնե ձեր ոլորտի համար, այսինքն հետաքրքրություն ներկայացնող, կարելի է առանձնացնել հոդվածների 3 հիմնական խումբ. գիտական գործունեության համաձայն, այսինքն ոլորտային, հետազոտողի առջև ծառացած հաղորդակցական խնդիրների համաձայն, գիտահանրամատչելի, գիտական գրախոսվող վերլուծական, տեսական կամ կիրառական։ Այս չափանիշները ընդհանուր են հոդվածների շատ լայն դասի համար։ Չնայած իրենց տարբեր դրսևորումներին, ընդհանուր են նրանք բացատրության, գիտական եւ ճանաչողական կենտրոնացման, գիտական մեթոդների եւ գործիքների կիրառման առումով, ինչպես նաեւ գիտական աշխատանքի շրջանակներում օգտագործվող որոշակի տերմինների, հասկացողությունների միասնականությամբ։ Այսինքն, որքան էլ որ տարբեր լինեն հոդվածները իրենց բազմազանությամբ, ոլորտայնությամբ, այնուամենայնիվ գիտական հոդվածը ունի ուր կառուցվածք եւ պետք է հետևենք այդ կառուցվածքին։ Հիմա անցնենք շատ կարևոր հարցի։ Թեմայի ընտրության հարցը։ Գրադանային հոդված կամ առհասարակ հոդված գրելու համար մենք պետք է առաջին քայլը անենք, դա թեմայի ընտրությունն է, որը շատ սկզբնական նախնական ընտրություն է, բայց կոլեգան է շատ կարևոր ընտրություն է,
որովհետև դուք այնուամենայնիվ արդյունքում ներկայացնելու եք հանրության եւ այդ հոդվածը պետք է կարդան, որևէ գիտական ազդեցություն ունենա եւ բնականաբար նաեւ մեջբերման աղբյուր հանդիսանա ոչ միայն ձեր գոլեգաների, այլև գիտական հանրույթի համար։ Ես որ շեշտում եմ անընդհատ գիտական բառը, թող ձեզ խորտ չտվա այդ հասկացողությունը, որտեղ գրադարանները վաղուց դուրս են եկել, այսպես ասած, շարքային գիրք տվող վերցողի գործառույթից եւ շատ համարձակորեն, լայնորեն, արագ քայլերով մտնում են գիտության աշխարհ, այնպես որ եթե ես շեշտում եմ գիտական հոդված գրել, խնդրում եմ այդտեղ խորթություն չնկատեք։ Ուրեմն առաջին քայլը, որ մենք անում ենք, պետք է ընտրել գիտական հանրույթին, մեծ ծանոթ հանրույթին, տվյալ դեպքում ասենք նաև գիտական գրադարանային հանրույթին կամ մեր ընթերցողին անհրաժեշտ կոնկրետ թեմա։ Անպայման թեման պետք է լինի կիրառելի, այսինքն եթե դուք հոդված եք գրելու եւ դա որևէ գիտական ազդեցություն չի ունենալու, համարեք, որ հոդվածը անիմաստ է գրվել։ Շատ կարևոր հանգամանքի վրա խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թեման պետք է լինի լայն, բայց դուք պետք է կարողանաք կենտրոնանալ կոնկրետ հարցի վրա։ Օրինակ, ընտրում ենք թվայնացում, կոնկրետանում թվային գրադարաններ եւ դրանց ազդեցությունը ընթերցանության վրա, գրադարանային վիճակագրության կիրառում եւ այսպես շարունակ, այսինքն թեման կարող եք ընտրել լայն, բայց լուսաբանվող հարցը պետք է անպայման լինի շատ կոնկրետ եւ որքան որ լուսաբանվող հարցը դուք կենտրոնանում եք նեղ թեմայի վրա, կոպիտ ասած, այնքան կարողանում եք այդ թեմայի ճակից դուրս գալ, ժողովրդական լեզվով ասած, կամ գրել թեման ընդհանրապես մինչև վերջ։ Թեման ընտրելուց հետո ես տեխնիկական մասում ընտրության կանդրադառնամ նաև ինչպես եւ որտեղ կարելի է ընտրել ամսագրեր, ամսագրերի միջից ընտրել թեմաներ, այսինքն դուք ինչպես պետք է այդ բոլորը անեք։ Հիմա հիմնական մասի վերաբերյալ հոդվածի կառուցվածքի վերաբերյալ ենթադրենք ընտրել ենք թեման, պետք է սկսենք գրել հոդվածը։ Հոդվածի կառուցվածքը պետք է հասկանալ, ինչպիսին է, ունենում է վերնագիր, որը պետք է լինի հակիրճ, որոշ դեպքերում նաև գրավիչ, բայց ոչ սենսացիոն, որովհետև սենսացիոնը պետք է գնա բացահայտման բաժնում, պետք է ունենա ներածություն, ներածության մեջ ներկայացնում եք թեմայի արդիականությունը, նպատակը, խնդիրները, այնուհետև պետք է ունենա պարտադիր բանալի բառեր, 3-6 բառ կամ արտահայտություն, հնարավորինս սերտ, պետք չի շատ։ Հոդվածը ունենում է գլխավոր մաս, այսինքն այսպես կոչված տեսական հիմք, վերլուծություն, ունենում է արդյունք կամ եզրակացություն, որը պետք է ամփոփի ձեր հիմնական մտքերը, առաջարկությունները եւ ամփոփիչ մասներ, հնարավորինս պետք է լինի ոչ շատ երկար, եւ ամենակարևոր մասը հոդվածի աղբյուրների մասը, կամ մենք ասում ենք հղումների մասը։ Ես այստեղ ասեմ, որ որոշ հոդվածներում հղումներ լինում են նաեւ տողատակերով, այսինքն դուք այնտեղ ունենում եք հիմնական մասում մեջբերումներ, մտքերի մեջբերումներ, ամբողջական մեջբերումներ, մի տող մեջբերում կամ ամբողջականից բացի նաև մեկ նախադասություն մեջբերում, բայց կարող եք տալ, նայած պահանջը ինչպիսին է ամսագրի պայմանների, կարող եք տալ տողատակ եւ կարող եք տալ նաև վերջում։ Ընդհանրապես գրականության ցանկը կամ աղբյուրների ցանկը պետք է լինի որքան հնարավոր է ամբողջական, որքան հնարավոր է արդիական, ամեն ամսագիր ունենում է իր պահանջները, բայց վերջին տվյալներով դուք պետք է ներառեք թարմ գրականություն, մոտավորապես մինչև 3 տարվա մասնագիտական գրականություն։ Աղբյուրների մասում ես ավելի ընդարձակ կխոսեմ աղբյուրների հետ կապված եւ այստեղ ուզում եմ նաեւ շեշտել գիտական ոճի մասին, այսինքն երբ որ դուք գրում եք հոդված, պահում եք այս
կառուցվածքը, բայց պետք է ուշադրություն դարձնեք նաև ոճի վրա, որ անվանում են նաև գիտական ոճ, այսինքն պետք է պահպանվի օբյեկտիվ եւ պաշտոնական տոնայնությունը, հոդվածի մեջ չպետք է լինեն անհատական անձնական կարծիքներ կամ շատ քիչ, օրինակ իմ կարծիքը սա է կամ եւ այլն, դուք պետք է գրեք ելնելով սրանից հաստատված գնահատականներ տակ, օգտագործեք գիտական տեխնիկներ եւ հղումներ եւ ներկայացնեք ձեր գաղափարները բնականաբար տրամաբանական շարունակության մեջ։ Հոդվածում դուք նշում եք առաջինը, այսինքն գլխավոր մասում, հետազոտության նպատակը եւ խնդիրները, հավաքագրված տվյալները, դրանք կարող են լինել վիճակագրություն, հարցազրույցներ, երբեմն նաև հարցաշարեր, հարցաթերթիկներ, վերլուծական տվյալները կարող են ներառվել նաև գրաֆիկների մեջ, անհատական համեմատությունների ձևով, այնուհետև մենք կազմում ենք այսպես կոչված հոդվածի կմախքը, նախագիծը կամ դրա առաջին տարբերակը, որի հետ դուք սկսում եք աշխատել, այսինքն անձնապես սկսում եք խմբագրական աշխատանքները, ստուգում եք գրականության աղբյուրը, ստուգում եք լեզվավճական ճշտությունը, խորհրդակցում եք ձեր ավագ գոլեգաների հետ նախնական տարբերակի վերաբերյալ, սա դեռ գրախոսության մասը չէ։ Այսինքն կարող եք օգտվել, օրինակ, հետազոտությունը ցույց է տալիս, որ տվյալները բացահայտեցին, որ այս արդյունքները վկայում են հետևյալի մասին, այսինքն պահպանում եք նաև գիտական հոդված գրելու ոճը։ Հաճախ թույլ տրվող կամ վրիպումներից են սխալներից, թեմայի անորոշությունը, չափազանց լայն ձևակերպումները, ես ասեցի վերևում, որ պետք է կարողանալ վերլուծել թեման, եթե չափազանց լայն ձևակերպում է, դուք ընկնում եք հարակից թեմաների մեջ, շեղվելով ձեր հիմնական թեմայից։ Հաճախ հանդիպող սխալներից կամ կոպիտ սխալներից, որոնք արդեն բնութագրում են, որ ձեր հոդվածը գիտական չէ, աղբյուրների բացակայությունը, չհիմնավորված եզրակացությունները, վերլուծության մակերեսային մոտեցումը։ Եթե այսքան բովանդակային մասի հետ կապված ես կարծում եմ կավարտեմ նոր կսկսենք հարցերը, հիմնականում ես հաջորդ փուլը կուզեի խոսել նաև հոդվածի տեխնիկական որոշ չափանիշների մասին։ Այս խալների մասին արդեն ուծեցինք, անցանք առաջ։ Սահիկը ներողություն, հաջորդը, ահա։ Հիմա, հոդվածի տեխնիկական չափորոշիչների մասին։ Ուրեմն ինչ վերաբերում է տեխնիկական մասին, այսինքն ինչ ասել է տեխնիկական մաս։ Երբ որ դուք արդեն հոդվածը ամբողջացրել եք, ձեր կարծիքով հոդվածը պատրաստ է, պետք է ներկայացնեք խմբագրություն կամ կոնկրետ ամսագրի։ Ամսագիրը ունի իր տեխնիկական չափորոշիչները։ Խմբագրական կազմը սովորաբար ձեզ տեղյակ է պահում կոնկրետ խմբագրական գիտական հանդեսը, ինչ չափորոշիչներ կան, որը դուք պետք է տեխնիկական առումով պահպանեք, աշխատեք ձեր հոդվածի վրա, տեխնիկական առումով խմբագրեք ձեր հոդվածը, նոր ներկայացնեք որևէ ամսագրի։ Օրինակ բերեմ, ասենք, մեր բոլորիդ հայտնի լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի ամսագիրը, որում վերջերս բավականին ակտիվ գրադարանավարները տրամադրում են նաև հոդվածներ, այդ թվում նաև ես, որտեղ պատիվ ունեմ աշխատելու ես որպես պատասխանատու խմբագիր եւ կարդալ բազմաթիվ հոդվածներ։ Ուրեմն կոնկրետ օրինակ մեր ամսագիրը ներկայացնող պահանջները, որովհետեւ դուք հասկանաք ինչի մասն է խոսքը։ Օրինակ, տեխնիկական չափորոշիչների մեջ նշվում է հոդվածը ներկայացնել ողջ 2007 էլեկտրոնային տարբերակով։ Տեքստի չափը A4 չափի էջում, լուսանցքները, տառատեստակը, տառադարձումը,
տեքստում հնարավոր տողադարձերը, մեջբերումները ինչպես պիտի արվեն, հղումները պետք է տրվի տողատակ, թե ուղղակի պետք է գրականության ցանկում ներառել, այսինքն ամեն ամսագիր ինքը տեխնիկական պահանջներ ունի, որը դուք իմանաք, ձեր հոդվածը երբ որ պատրաստ լինի, այդ ժամանակ իմանաք, թե ինչպիսի տեխնիկական պահանջների է համապատասխանում։ Ես ուզում եմ ստեղ նշել, որ նաև ես նայել եմ առիթ եմ ունենում օգտագործել օտարերկրյա շտեմարանների բազաների ամսագրային բաները եւ պետք է ասեմ, որ շատ մեծ տարբերություններ չկա մեր հայկական ամսագրի հետ կապված, հիմնականում բոլորը գիտական առումով այդ տեխնիկական պահանջները նույնն են։ Ես այստեղ ուզում եմ խոսել նաև գիտականության ցուցիչի մասին, այսինքն ձեր հոդվածի գիտական ազդեցության, գիտական ցուցիչի մասին, եւ ուզում եմ շեշտել մի բան, որքան որ գրադարանավարները, գրադարանը ինքը ունենում է հրապարակումներ կամ ունենում է կոնկրետ ամսագրի հրապարակում, այնքան բարձրանում է կազմակերպության ճանաչելիությունը եւ գիտական հանդիպում նաեւ գիտականության ցուցիչը, այսինքն եթե մենք գրում ենք հոդվածներ կամ հրապարակում ենք ամսագրեր, դրանք շատ կարեւոր են մեր կազմակերպության համար, մեր կազմակերպության դիրքավորման համար, մեր կազմակերպության ինչու՞ չէ նաեւ բրենդների համար։ Ես այստեղ կուզեի երկու խոսք ասել նաև գիտական հղումների ինդեքսների մասին, ես չգիտեմ որքանով եք դուք տեղեկացված այդ ինդեքսների հետ կապված, գոյություն ունեն գիտական հղումների բազմաթիվ ինդեքսներ, ինդեքսավորվում են գիտական ամսագիրը, ինդեքսավորվում են գիտական հոդվածները, ինդեքսավորում են անհատական ինդեքսներ են ստանում նաև գիտական հոդվածների հեղինակները, այդ ինդեքսները համեմատվում են իրար հետ, ինդեքսավորվում են գիտական մեջբերումները, դրանք բազմաթիվ մշակված ինդեքսավորումներ են, որոնք միջազգային հարթակներ կան, այդ մեջբերումները ազդում են եւ կախված են գիտելիքի ոլորտից, գիտության ոլորտից, գիտության ոլորտում ընդգրկված մասնագետների ընդհանուր թվից, հետազոտողի նույնիսկ տարիքից, նույնիսկ այն ամսագրի գտնվելու վայրից, որտեղ նա հրատարակում է, այս բոլորը նշանակություն ունեն ինդեքսացիայի մեջ։ Հիմա որ գիտական ինդեքսներն են ամենատարածվածները։ HIRS ինդեքսը, որը անձնական ինդեքս է եւ նշանավորում է տվյալ գիտականության բարձր աստիճանը, այսինքն մեջբերումների քանակով, որքան է մեջբերումների հաճախականությունը տվյալ գիտնականի համար։ Ասեմ նաեւ, որ այժմ կան երկրներ, որոնք բացի միջազգային ինդեքսավորումից, օրինակ Ռուսաստանը ունի իր սեփական գիտական մեջբերումների ինդեքսը, որը ներառվել է 2005 թվականից, ձեզ բոլորիդ հայտնի e-library-ում մշակվում է եւ օգտագործվում է Science Index վերլուծական գործիքը։ Այս ռեսուրսը տրամադրվում է գիտնականներին, կազմակերպությունների հրատարակչական գործունեության ցուցանիշներին, 2014 թվականից ստորագրվել է համաձայնագիր, որի արդյունքում ռուսական ամսագրերի ամբողջական այդ միջուկը Web of Science հայտնի հարթակում տեղակայվում է։ Ամեն երկիր կարող է մշակել իր անձնական գիտական ցուցիչների համակարգը։ Սա որպես գիտություն մենք պետք է իմանանք։ Հիմա տեխնիկական հատվածում կուզեի նշել նաև զուտ քայլերը, ենթադրենք դուք հոդվածը արդեն գրել եք, ձեր հոդվածը պատրաստ է, տեխնիկական պարամետրերը ճշտել եք, խմբագրել եք, հիմա ինչ եք հաջորդ քայլը անում։ Ուրեմն ես ասեցի, որ կան միջազգային հարթակներ, որտեղ հետազոտողը պարտադիր պետք է մտնի, մուտքագրվի,
Խոսքը գնում է օրինակ օրքիդ հարթակի մասին, որը ինքը բառացիորեն նշանակում է բաց հետազոտող։ Այս գրանցումը թվային օբյեկտի նույնականացման ցուցիչ է տալու, դոյի է տալու տվյալ հոդված, այսինքն երբ որ դուք օրքիդում մտնում եք, գրանցվում եք, այդ գրանցումը ձեզ հնարավորություն է տալիս թվային նույնականացման ցուցիչ ստանալ, դոյի ստանալ ձեր հոդվածի համար, որը տեղակայվում է ձեր հոդվածի մեջ ամսագրում եւ ճանաչելի է դարձնում ձեզ, այսինքն միջազգային ինդեքսացիաների հարթակները այնպես են ձևավորված, որ կապ կա եւ բոլորի միջեւ ճանաչելիություն կա, այսինքն երբ որ դուք դոյի ստացել եք, արդեն օրքիդում գրանցված եք, այդ միջազգային հարթակները կապակցված են միմյանց հետ, հեղինակը, ամսագիրը, հոդվածը, բոլորը արդեն կապակցվում են իրար հետ։ Մի քիչ ամփոփելով այս հատվածը ասեմ, որպեսզի դուք ստանաք հստակ, բովանդակալից, գիտական եւ պրակտիկ արժեք ունեցող հոդված, ներողություն, պետք է հստակեցնեք ձեր թեման, մանրագծի ծանոթանաք գրադարանային գիտական հոդված գրելու նրբությունների, լինեք ուշադիր, զարգացնեք ձեր վերլուծական մտածողությունը եւ ճիշտ պլանավորեք ձեր աշխատանքը։ Ասեմ, որ գիտական հոդված գրելը բավականին բարդ երկար process է, չնայած մարդիկ կան, որոնք կարող են տարեկան մի քանի տասնյակ հոդվածով ուրախանալ կամ ներկայացնել, ես կարծում եմ, որ այդպես արագ գիտական հոդված գրել գրեթե անհնար է, որովհետև դա պահանջում է նախ եւ առաջ ուսումնասիրություն ձեր ընտրած ոլորտի եւ ձեր հարցի, որը ժամանակատար է, պահանջում է համադրություն, ձեր տվյալների վերլուծություն, բազմաթիվ քայլեր, որոնք առնվազն տևում են մոտավորապես 6 ամսից 1 տարի, նորմալ հոդվածի դեպքում։ Մնացած դեպքերում դրանք կարող են լինել գիտահանրամատչելի բնույթի հոդվածներ, ոչ գիտական, եւ ես հիմա կասեմ նաեւ ամսագրերի ընտրության հարցը, որը չափազանց կարեւոր է, նաեւ հաստատում է, որ ձեր հոդվածը գիտական է, որտեղ դուք չեք կարող գրել հոդված եւ ամեն ամսագիր դա չի վերցնի եւ չի տպի եւ չի համարի գիտական հոդված։ Ես ասեցի օրքիդի մասին, մի փոքր ասեմ ինչ է այս նույնականացման ցուցիչ օրքիդը եւ ինչպես ենք մենք այն ստանում ավելի մանրամասն։ Ուրեմն օրքիդ հարթակը, որ ասացի պետք է մտնեք եւ գրանցվեք, դա օգտագործվող միջազգային համակարգերից մեկն է, որը գիտական հրապարակումների հեղինակներին տալիս է նույնականացման հնարավորություն, այսինքն այն հեղինակին տրվող 16 նշանով եզակի կոդ է, նրանց աշխատանքները, հետազոտական արդյունքները միանշանակ նույնականացնելու համար։ Այս օրքիդը օգտագործվում է միջազգային հրապարակումների տվյալների բազաները նույնականացնելու համար։ Ինդեքսացիաներ են արվում նաև Web of Science, Russian Science Citation Index-ում, Crosshair-ում եւ բազմաթիվ այլ հարթակներում։ Օրքիդը ինչ է անում, թույլ է տալիս տեղադրել տեղեկատվություն, գիտնականի անունը, պատկանելության վայր, հետազոտության ոլորտ։ Այստեղ ստեղծվում է հաշիվ, որը աջակցում է, որ տարբեր բազաներում գտնվող հեղինակների պրոֆիլների միջև ավտոմատ կապ է ստեղծվել։ Երբ որ դուք այս օրքիդի հրապարակումները ավելացնում եք ձեր պրոֆիլին, գիտնականն հստակորեն գիտնականը կապում է իր անվան հետ։ Այսինքն մեկ հեղինակի համար բազմաթիվ պրոֆիլներից եւ բազմաթիվ սխալներից գրեթե խուսափում ենք, այսպիսի նույնականություններ չեն լինում։ Ուրեմն դուք երևի կհարցնեք, բա հոդվածի ասենք թե թեման ընտրել եմ, ինչ անեմ, որտեղ փնտրեմ այդ թեման, այս է նույնպես շատ կարևոր հարց է, ես կարծում եմ նաև մենք հարցերի միջոցով կանդրադառնանք այն բացին, որ ես չներկայացրեցի, բայց հիմա մի երկու բառով ասեմ
որ նախ եւ առաջ առաջին քայլը դուք պետք է կարդաք եւ տեղյակ լինեք, օրինակ, գրադարանային միջազգային ոլորտում հրապարակվող հանդեսների մասին գոնե մինիմում տվյալներ։ Եթե չգիտեք, ուրեմն պետք է սովորական փնտրման միջոցով գտնեք գիտական տվյալների շտեմարան։ Ես կարդում եմ հիմա բավականին հայտնի ICI, Scopus, բազմաթիվ շտեմարաններ կան, որոնցում դուք կարող եք գտնել ձեր ոլորտային ամսագրերը, եթե կոնկրետ ամսագրեր չգիտեք։ Կան նաև հատուկ միջազգային կայքեր, ինչպիսին են օրինակ Scopus-ը, ինչպիսին է օրինակ Simagon, որ ես ինքս նույնպես օգտագործում եմ, Simagon ուրեմն ներառում է վարկանշավորված ամսագրերի վարկանշավորումը ռեյտինգ կոչվածն է տալիս։ Այս simago.com կայքում դուք մտնում եք, փնտրում եք տալիս, չգիտեք եթե, այնտեղ այբենական կարգով բերվում է ամսագրեր, այնտեղից դուք կարող եք ընտրել գրադարանային ամսագրեր։ Simagon տալիս է նաև ամսագրերի վարկանշավորված տարբերակ եւ տալիս է ամբողջական էջերի հղումներ, որտեղ դուք կարող եք նաև մտնել ձեր ընտրած ամսագրի մեջ, տանել պաշտոնական իրակայքը, իսկ Simagon տալիս է վարկանշավորում, այսինքն ձեր ընտրած ամսագրի երկրորդ չափորոշիչը։ Ուզում եք ճշտել այդ ամսագիրը գիտական, ինչպիսի ռեյտինգ ունի, ինչպիսի վարկանիշ ունի, եթե իհարկե ուզում եք բարձր վարկանիշով ամսագրերում տպագրվել։ Սա ընդհանուր ինֆորմացիա է, կարելի է սկսել մի քիչ ավելի ցածր վարկանիշավորված ամսագրերից եւ փորձել դեպի բարձրերը։ Կարող եք ասել հայկական իրականության մեջ դեռ այսքան չենք հասել եւ այլն, հարգելի գործընկերներ, պետք է սկսենք աշխատել, որպեսզի կարողանանք գիտական հոդվածներ գրել։ Ես կարծում եմ այսքանը, մենք ունենք նաև մեկ հարց, արագ միգուցե կարողանանք անդրադառնալ նաև այդ հարցին։ Մեզ հարց է ուղղել Շիրակացի ճեմարանից Ռուզան Եղիկյանը, եթե մեզ լսում եք, Տիկին Ռուզաննա, ես կարդամ հարցեք եւ անդրադառնանք ձեր հարցին։ Լսում եք մեզ, Տիկին Ռուզաննա։ Լսվում է։ Այո, ես լսում եմ ձեզ, ինձ լսում եք։ Տիկին Ռուզաննա ջան, ձեր հարցն էր օգտագործված գրականության ցանկում ավարտական աշխատանքներում հանդիպել եք արդյոք ԱԻ-ի արհեստական բանականության կիրառման, ինչպես է այն անդրադարձել գնահատման վրա։ Ձեր հարցը երկու մասի, այսպես ասած, բաժանեմ, արհեստական բանականության գործիքների օգտագործում եւ արհեստական բանականությամբ գրված տեքստեր։ Ուրեմն ըստ ավարտական աշխատանքների մեր բուհի ավարտական աշխատանքների սահմանված կարգի, ուրեմն օգտագործվում է անտիպլագիատ ծրագիր։ Ամեն բուհ առնում է իր անտիպլագիատ ծրագիրը, առայժմ կարողանում են այդքանով ստուգել թույլատրելիության սահմանը, ինչի թույլատրելիության սահմանը, խոսքը վերաբերում է համընկնումներին։ Մագիստրատուրայի ուսանողների համար մինչև 20%, իսկ բակալավրիատի ուսանողների համար մի քիչ ավելի շատ 25%։ Սա վերաբերում է տեքստերին, այսինքն տեքստերում համընկնումներին։ Իսկ արհեստական բանականության հետ կապված հարցի շուրջ մի քիչ ավելի դժվար է։ Ես ունեմ այսպիսի ինֆորմացիա, որ ուսանողները օգտագործում են արհեստական բանականության տեքստերը, որը իր մեջ ունի նաև նշաններ ճանաչելիության համար։ Իրենք այդ տեքստը գցում են մեկ այլ տեքստի մեջ, մեկ այլ ծրագրի մեջ մաքրում են եւ այդպես մաքրուշ օգտագործում են իրենց ավարտական աշխատանքներում։ Ես ունեմ ինֆորմացիա, որ 23 թվականի երկար բանակցություններից հետո Եվրոմիությունը ընդունել է մի օրենսդրական կարգավորում, որը վերաբերում է
արհեստական բանականության, թափանցիկալության և անվտանգ արհեստական բանականության ստեղծմանը։ Այսինքն որոշակի արգելքներ, կարգավորումներ դրել են, օրինակ բաց աղբյուրներից դեմքերի նկարահանում չի կարելի և բազա ստեղծել չի կարելի, ուսումնական հաստատություններում և աշխատավայրերում էմոցիոնալ ճանաչում չի կարելի, մարդկանց սոցիալական դասակարգում չի կարելի, թե հիմա սա որքանով է կիրառելի մեր երկրում և որքանով կարող ենք մենք սա օգտագործել, դա այլ հարց է։ Ձեր հարցի հետ կապված ասեմ, այս պահի դրությամբ վիճակը լավ չի, որովհետև այդքան էլ հնարավոր չի ճշգրիտ արհեստական բանականության տեքստերը վերահսկել, դուք գիտեք, մենք միայն օգտագործում ենք համընկնումների համար անտիպլագիատ ծրագիրը։ Այսքանով կարող եմ ձեր հարցին պատասխանել, ես վերջացրի, շնորհակալություն, ես կարծում եմ, եթե հարցեր կլինեն, խնդրեմ ավելի պրակտիկ դիտարկենք հարցը, խնդրեմ, եթե հարցեր։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ հարցին անդրադառնալու համար։ Իսկապես ես էլ շատ եմ ուսումնասիրել եւ իրարամերժ են պատասխանները։ Համենայն դեպս փաստ է, որ օգտվում են, շատ օգտվում են նաև խմբագրական գործիքներից տեքստերը խմբագրելու թարգմանչական մասով են օգտագործում եւ ուսանողը եւ կամ աշխատակիցը հենց ինքը կարող է ազնվորեն գրել, որ օգտվել է խմբագրման գործիքից։ Ինձ թվում է դա նորմալ կդիտվի։ Բաննա չեն գրում ճիշտն ասած, եւ ամբողջ ծառայությունը ընկնում է օրինակ ամսագրի դեպքում խմբագրական կազմի վրա։ Ինքը պետք է, չգիտեմ ինչ ջանքերով, ինչ գործիքներով պարզի, նո միգուցե նաեւ ոճից տվյալ դեպքում կոնկրետ աշխատանքային գործիք չկա, օրինակ մենք բուհական միջավայրում ենք աշխատում, կոնկրետ աշխատանքային գործիք, որը կարող է ճանաչելի դարձնել տեքստը, այս պահին չկա, ասում եմ միայն օգտագործում ենք համընկնումների համար այդ անտիպլագիատ ծրագիրը եւ ասեմ նաեւ, որ ավարտական աշխատանքի հղումների մեջ չկա այդպիսի կայքեր, որոնք իրենք մեջբերում անեն, ուսանողները լավ գիտեն թույլատրելիության սահմանը, այսինքն մեջբերումների մեջ էլ շատ զգուշավոր են թույլատրելի սահմաններում, իրենք գիտեն երևի ինչը կարելի է, ինչը չէ, բայց էլի եմ ասում, իրենք էլ են կատարելագործում երևի մեզնից արագ տեխնիկապես եւ կարողանում են այդ տեքստերը ավելի մաքրել եւ ավարտական աշխատանքներում ներգրավել։ Կարծում եմ ավելի գործիքը այսպես է, եթե պաշտպանությունների ժամանակ բանավոր է, չէ՞, պաշտպանությունները բանավոր են, միգուցե այդ ժամանակ հարցերի միջոցով ավելի հեշտ կհասկանանք տեքստի վրա ինքը աշխատել է, գրել է, թե ոչ։ Միգուցե այդպես, ուրիշ ճանապարհ չեմ տեսնում առայժմ, գործիք չունենք վերահսկելու, նույնիսկ միջազգային առումով գիտեք շատ չեն կարողանում գործիքներ տրամադրել։ Հիմա կենտրոնանալով մեր հարցի շուրջ, եթե ես որևէ հարց բաց թողեցի, խնդրում եմ ինձ հուշեք, մենք սիրով շփվենք այս հարցի շուրջ։ Եթե կարելի է, ճիշտ ասած մոտավորապես նախորդ հարցի նման հարց է, արդեն հնչեցվեց, շատ հաճախ հոդված գրողները հնարավորություն են ունենում օգտվելու աղբյուրից, ոչ թե ուղղակի որպես աղբյուր օգտագործելու, այլ հիմնական մասը լրիվ օգտագործելով եւ մտածված կերպով աղբյուրներում չնշելով տվյալ հղում նման պարագայում խմբագրակազմը, որի ուսերին է այդ աշխատանքը, որքանով հնարավորություն ունի պարզելու, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն, կարելի ասել, որտեղ ամեն դեպքում մեկ այլ բան է հղում նշել կամ աղբյուր որպես օգտագործել, մեկ այլ բան է հիմնական մասերով չասել արտագրել, բայց այնպես օգտվել, որ գրեթե նույն մտքերը նույն ձևով արտահայտված լինեն։ Շնորհակալություն հարցին որ ժամանակը կարճ է, երկրորդ հարցս ևս։ Այո։ Մի երկու անգամ հնչեցրել եմ Տիկին Մայային այս հարցը, որ
ցանկալի կլներ, որ մոդելային գրադարանների մասին հիմա շատ է խոսում գրադարանային ոլորտում եւ Ռուսաստանում եւ արտերկրում, մենք նման տիպի հոդված չունենք ցավոք, քանի որ շատ այս դաշտը շատ տարտամ է եւ շատ ոչ կոնկրետացված, դուք ինչ խորհուրդ կտաք եւ ինչ հնարավորություններ կան անդրադառնալու, կարծում եմ, այս արդի թեմային։ Շնորհակալ եմ իրականում հարցի համար, առաջին հարցը վերաբերում է հենց մեր ասած copy-paste-ին հայտնի, այսինքն ոչ բարեխիղճ հոդվածագիր, որը օգտագործում է լայն աղբյուրներ եւ ինքը կամ գիտի, կամ չգիտի, լավ, ենթադրենք, որ չգիտի եւ բավականին այլ հոդվածից, բավականին մեծ քանակի մեջբերում է անում, ասեմ, որ մեջբերումը ինքը արգելված չէ, բայց եթե դու մեջբերման ժամանակ պատշաճ ներկայացնում ես, որտեղից է մեջբերումը եւ ես ասեցի մի որոշակի տոկոսով, դա թույլատրելի է, բայց եթե դու վերցնում ես օրինակ ամբողջական գլուխներ եւ օգտագործում ես քո աշխատանքի մեջ, դա ավելի քան ակնհայտ կլինի եւ բնականաբար ավելի շուտ կբացահայտվի։ Այս պահի դրությամբ նախորդ հարցը վերաբերում էր արհեստական բանականության գրվածին, որը մի քիչ ավելի բարդացնում է հարցը, բայց ձեր ասած copy-paste-ը կարծում եմ ինքը եթե ծավալը մեծ է եւ պատշաճ գրականության ցանկում կամ օգտագործված աղբյուրներում հղում չկա, շատ արագ կհայտնաբերվի, եթե նաեւ խմբագրական կազմը մի քիչ աշխատի, որովհետեւ բոլոր աղբյուրները Տիկին Մայան կփաստի մանրամասն ստուգվում են աղբյուրները եւ կարծում եմ այդ ստուգման ընթացքում կերևա, որովհետեւ նույնիսկ մեկ նախադասության դեպքում եթե հղում չի տրվում, ոնե տողատակի հղում չի տրվում, դե փոքր մեջբերումների դեպքում սովորաբար տողատակի հղումներ են անում, այս դեպքում արդեն այն թույլատրելի է, այսինքն կամ պետք է աղբյուրը նշվի, կամ պետք է ընդհանրապես այդ հատվածը հանվի, որտեղ այլ կերպ հնարավոր չի։ Ամեն դեպքում Տիկին Մարլեն միայն երկկողմանի եռակողմ ստուգում, այս պահին ուրիշ ճանապարհ չեմ տեսնում, բայց չեմ էլ հորդորում ընդհանրապես մեջբերումներ չանել, որովհետև դա տեքստի հետ կապված լրացում է, մենք գիտենք, հեծանիվ չենք հորինելու, միշտ օգտվելու ենք մեր ոլորտի մեզնից առաջ հետազոտություն առաջ խոսքը մեջբերմանը չէր վերաբերում, դուք հասկացաք, այո, կարևորն է, որ ստուգում է, որտեղ մեջբերումը բնականաբար, եթե նաև օգտվենք ամեն ինչը չափի մեջ կոպիտ ասած։ Հիմա վերաբերում է երկրորդ հարցին։ Դրա հետ կապված Տիկին Մադլենա, ուրեմն ինձ հանդիպել է հոդված, որի կեսը արտագրություն էր պարոն Զարգարյանի գրքից, մյուս կեսը իմ հոդվածից։ Ես անունը չեմ տալիս այդ մարդու, բայց ինքը առանձին հոդված էր պատրաստել ու տպագրել։ Վերապսագրի համար։ Ես էլ անունը չեմ տալիս, ուղղակի երևույթը չշարունակվի։ Կաշխատենք, որ չշարունակվի եւ նաեւ ասեմ Տիկին Մայա, երևի մենք պետք է անհատապես աշխատենք ոչ թե մեյլով, այլ անհատապես աշխատենք միգուցե հեղինակների հետ, որովհետև այս խոսակցությունների ժամանակ, օրինակ խոսում ենք, իմ մոտ նոր գաղափարներ են ծնվում եւ այս խոսակցության ժամանակ խոսակիցների, այսպես ասած, պատրաստվածության մակարդակը երևում է, ինքը կարող է գրել այդ միտքը արտահայտել, կարող է գրել այդ հոդվածը, թե ոչ։ Միգուցե նաեւ անմիջական մենք հեղինակների հետ աշխատենք, Տիկին Մայա, որովհետեւ չեմ կարծում ինչ պետք է անենք, որ հոդվածը հետ պիտի գնա։ Հա, ուղղակի ես լսեցի, քանի որ դրան միացել են մեզ գրադարանային ոլորտի մասնագետներ, այո, ես կուզեի, որ քիչ են միացողները, բայց կուզեի, որ յուրաքանչյուրը իր տարածքում իր գրադարանում դա բարձրաձայնի։ Հայաստանում գրադարանի ոլորտը այլ գիտական հետազոտողների համար հետաքրքրություն չի ներկայացնում։ Այսինքն մենք չենք կարող հուսալ, որ երբևէ ենթադրենք մեկ այլ ոլորտի պատմաբան, բանաստեղծ կամ մեկ ուրիշը, որը կանդրադառնա մեր Ստիկ կզբաղվի Հայաստանում գրադարանային ոլորտի խնդիրներով կամ հոդվածներ կգրի այդ թեմայով։ Այս կարող է գրել եւ պետք է գրել միայն գրադարանավարները։ Գրադարան
մարդիկ տարիներ շարունակ աշխատել են եւ չես կարող մեղադրել, իրենք գիտնականներ չեն եւ չեն տիրապետում գիտական հոդված գրելու տարական կանոնների։ Այսինքն մենք այսօր անում ենք առաջին քայլերը։ Եթե մենք չշարունակենք գրելը, մենք նորից կմնանք նախնադարում, այսինքն անցյալ դարի 90-ական թվականներում։ Եթե տալներ, ոչինչ, ես երբեք գիտական հոդված աշխատում եմ հետ չուղարկել որպես խմբագիր, այլ փորձում եմ իր հետ անհատական աշխատանք տանել։ Ու եթե այդ հոդվածը պարտադիր հրապարակվում է, եւ դա ոգևորում է մարդկանց, ինքը հույս է, հավատ է ունենում, որ ինքը կարող է գրել։ Այսպես պիտի քայլ առ քայլ առաջ գնանք։ Սա մեր իրականությունն է։ Երկրորդ ու ամենավատ բացասական կողմը Հայաստանից գրեթե հոդվածներ չեն ներկայացվում արտերկրում։ Դուք նշեցիք բազմաթիվ միջազգային ամսագրեր, որոնք վերցնում են գրադարանային հոդվածներ, բայց ցավոք գրադարանային գործը ինչ է կատարվում այսօր այստեղ չի ներկայացվում միջազգային հարթակներում։ Ինչու՞? Առաջինը լեզվի խնդիրն է, երկրորդը, որ էլի ինչ-որ ձև կարելի է լուծել, երկրորդը, որ չեն տիրապետում գիտական հոդված գրելու կանոններին կամ սկզբունքներին, իսկ եթե օրինակ այստեղ ես հեղինակի հետ նստած աշխատում եմ, դրսի խմբագիրը պարզապես հոդվածը հետ կուղարկի։ Այո, եւ ավելացնեմ նաեւ Երկրորդ, որ ուշադրություն դարձնեն բոլորը, դուք նշեցիք թեմաների մասին, պետք է վերցնել ոչ թե գլոբալ թեմաներ, այլ վերցնել կոնկրետ խնդիր։ Պետք չի վերցնել գրել թվային գրադարան SSS, պետք է գրել, թե օրինակ տվյալ գործիքը ինչպես կարելի է կիրառել գրադարանում։ Սա շատ կարևոր է։ Եվ երկրորդ, այստեղ մենք այսօր գրադարանում այնքան արդիական խնդիրներ ունենք, յուրաքանչյուրս մեր տարածքում բախվում ենք դրանց, բայց ցավոք այդ խնդիրները այդպես էլ լուծումներ չեն ստանում։ Օրինակ, այստեղ միացել են մարզային գրադարաններից մարդիկ։ Ես անընդհատ ասում եմ, ձեր տարածքի գրադարանների մասին կարող եք գրել միայն դուք։ Ես Երևանում նստած չեմ պատկերացնում, թե օրինակ Սյունիքի մարզում, Լոռիում, Շիրակում կամ մի այլ տարածքում տվյալ գրադարանները ինչպես են գործում, ինչ իրական խնդիրներ ունեն, վիճակագրական ինչ արդյունք ունենք, որովհետև եթե մենք նայում ենք գրադարանների վիճակագրական այդ վերլուծությունը յուրաքանչյուր տարվա աստղաբաշխական թվեր են ներկայացվում, բայց այդ ներկայացված թվերի կեսից շատը չեն աշխատում անգամ գրադարանները, իսկ միգուցե հարկավոր է, որպեսզի մարզային գրադարաններում դրան ուշադրություն դարձնեն։ Սա կարևորագույն խնդիր է եւ ես կոչ եմ անում բոլորին այս թեմաներին անդրադառնալ։ Այսինքն տեսեք, այսպիսի լիքը խնդիրներ կան տարածքներում եւ պետք չի կենտրոնանալ միայն մայրաքաղաքի վրա կամ կենտրոնանալ միայն ինչ-որ գլոբալ թեմաների վրա։ Սա է շատ կարևոր։ Երրորդը, ամենակարևոր խնդիրը, որ ես բախվում եմ որպես խմբագիր, մարդիկ ուղարկում են նկարագրական բնույթի հոդվածներ, շատ նկարագրական։ Խնդրում եմ, բոլոր տեսակի ածականները վերացրեք ձեր գիտական հոդվածներից, պարզապես վերացրեք։ Գիտական հոդվածի մեջ դրանք պիտի հասնեն 0.001 մակարդակի տոկոսի։ Գիտական հոդվածի մեջ պետք է լինեն միայն փաստեր եւ վերլուծություններ։ Ես խնդրում եմ, մեկ էլ վերացեք լոկալ լուծումներից, այսինքն յուրաքանչյուրը, երբ որ օրինակ փորձ է եղել, հա, գրել ինչ-որ մի մարզային գրադարանի մասին, ինքը նկարագրում է, թե ինքը ինչ բաժիններից է կազմված, ինչ միջոցառումներ է արել եւ այլն եւ այլն։ Ոչ, ես խնդրում եմ, մարզային գրադարանները ոչ թե նկարագրական բնույթի այդպիսի բաներ ուղարկեն, այլ փորձեն վերլուծել իրենց աշխատանքը եւ ավելի շատ կենտրոնանալ իրենց խնդիրների վրա։ Իրենց ձեռքբերումների մասին մենք շատ լավ տեղեկանում ենք Facebook-յան էջից, բայց խնդիրների մասին ցավոք գրադարանային հանրությունը հաճախ անտեղյակ է մնում։ Իսկ միգուցե գիտական հոդվածի խնդիրը հենց առաջին հերթին հենց այդ աշխատանքային խնդրի վերանումն է։ Ամենակարևորներից մեկը։ Երրորդը մեջբերումների հետ կապված։ Գիտական հոդվածի մեջ մեջբերումները պետք է նվազագույնի հասցվեն, եւ եթե արվում է մեջբերումը, դա պետք է լինի 1-ից 2 տող։ Դուք կարող եք օրինակի համար ասել, ենթադրենք, թվային գրադարանի մասին արդեն գրել են շատերը, ու ներքևում հղում տալ Տիգրան Զարգարյան գիրքը, ենթադրենք, չգիտեմ ինչ անուն ազգանուն այսինչ մարդը։ Եթե որևէ մեկը ուզում է նրանց աշխատանքներին ծանոթանալ, ինքը կարող է մտնել եւ կարդալ։
դուք ներկայացրեք ձեր աշխատանքը, ձեր հետազոտության արդյունքը, մի կենտրոնացեք ուրիշի աշխատանքի վերլուծության վրա։ Դա յուրաքանչյուր սուբյեկտիվ վերլուծություն է, ձեզ համար դա այդպես է, մյուսի համար այդպես չէ, եւ չպետք է գիտական հոդվածի մեջ դա զբաղեցնի մեծ տարածք, ընդհանրապես տարածք։ Լավ, սա էլ էսպես։ Հաջորդը գիտական հոդվածի տեխնիկական չափորոշիչների խնդիրն է։ Ուրեմն յուրաքանչյուր ամսագիր գիտական ինքը որ կայքեջ ունի, այնտեղ դրվում է հեղինակների ներկայացվող պահանջներ, հոդվածին ներկայացվող տեխնիկական պահանջներ եւ մանրամասն տող առ տող ներկայացված է, թե ինչպիսի կառուցվածք պիտի ունենա տվյալ հոդվածը։ Ասեմ իմանաք, որ յուրաքանչյուր գիտական ամսագիր առաջադրում է իր պահանջները եւ դուք չեք կարող այդ նույն պահանջը կիրառել մեկ այլ ամսագրին հոդված ուղարկելու պարագայում։ Եթե դուք օրինակ շատերն ինձ հոդված են ուղարկում, ուղարկի կիսասրբագրված վիճակում։ Ես դնում եմ նաև դա եմ անում, հետները աշխատում են, որպեսզի դա դառնա հոդված։ Ես որպեսզի անընդհատ չասեմ ես յուրաքանչյուրը կարող է վերցնել իր հոդվածի նախնական տարբերակը, հետո համեմատի, թե ինչ է ստացվել դրանից հետո, որպեսզի ավելի պարզ լինի ասելիքը։ Սա ոչ թե մեղադրանք է, որ հնչում է հեղինակների հասցեին, այլ պարզապես ավելի ուշադիր եւ պատասխանատու լինելու կոչ է։ Իմ խնդիրը սա է։ Լավ։ Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ մենք այսօր հոդվածագիրների լուրջ պակասում ենք։ Մենք ունենք բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատում են գրադարաններում, անընդհատ լսում եմ բազմաթիվ խնդիրների մասին բարձրացված տարբեր տեղերում, բայց ցավոք չունենք մարդիկ, որոնք կարող են վերլուծություններ անել եւ դրանք բարձրացնել ավելի գիտական կամ հրապարակային մակարդակի, որպեսզի դրանց լուծումներ փորձեն գտնել։ Սա է մեր խնդիրը։ Դրա համար ես առիթից օգտվելով պարզապես կոչ եմ անում բոլորին ավելի լուրջ մոտենալ գրելու, գիտական հոդված գրելու կամ կիսահանրամատչելի հոդված գրելու այդ փորձերին եւ փորձել, իրոք փորձել, ի վերջո դա կստացվի։ Ես արդեն ունեմ բազմաթիվ օրինակներ, գրող հեղինակներ, որոնք արդեն առանց իմ ասելու պարզապես ուղարկում են հոդվածը եւ ես ուրախանում եմ դրա համար։ Ուրախանում եմ, որտեղ մարդը հետաքրքրություն է ցույց տալիս այս ոլորտի նկատմամբ։ Եթե մենք այսօր այս ուղղությամբ չաշխատենք, մենք 10 տարի հետո բավական լուրջ խնդիր ենք ունենալու ոչ միայն կադրերը, այլ նաև ոլորտի ուսումնասիրությամբ։ Այսքանը այս պահին։ Շնորհակալություն, Տիկին Մայա, մտահոգությունները լրիվ կիսում եմ, շատ լավ էր, որ մենք այսօր այսի գործնական հանդիպում ունեցանք։ Ես հավաստիացնում եմ, որ հանդիպումները շարունակվելու են, ձևաչափերը կարևոր չեն։ Մենք ցանկացանք, որ այս հանդիպումը անպայման կայանա որպես առաջին քայլ հոդվածներ գրելու համար։ Ես արդեն ասեցի, որ գիտական հոդված գրելը այդքան էլ պարզ գործընթաց չի, բայց միանշանակ պետք է սկսել գրել եւ պետք է սկսել քչից եւ պետք է սովորել։ Ես կարող եմ հավաստիացնել, որ մոհական միջավայրում մենք շփվում ենք բազմաթիվ դասախոսների գիտնական միջավայրեր, որոնք նույնիսկ չեմ կարող ասել, որ բոլորը ունեն գիտական հոդված գրելու ունակություն նույնիսկ այս միջավայրում, այսինքն հանրահայտ շեմարաններ, գիտեք, Scopus եւ այլն, որը դարձել է առևտրայնացված գործընթաց, այսինքն այնպես չի, որ միանշանակ Scopus-ում գնում են շատ որակյալ հոդվածներ, բայց դա մեր խնդիրը չի։ Հիմա դա պատասխանատվությունը գրում է տվյալ շտեմարանը, տվյալ ամսագիրը, տվյալ խմբագրությունը։ Մեր խնդիրը հիմա, որպեսզի գրադարանավարը ֆիքսի ինքը 21-րդ դարի գրադարանավար է, որը պետք է զբաղվի նաև գիտական գործունեությամբ, այսինքն սկսի գրել իր միջավայրի, իր խնդիրների մասին։ Երկրորդը, մենք պատրաստական ենք այդ գրելու ընթացքին օգնել, ուղղություն տալ մեր գիտելիքների չափով, դուք ասեցիք, երբեք հոդված հետ չեմ տալիս, մի կողմից լավ է, մի կողմից էլ լավ չի, բայց ես հասկանում եմ, որ մենք հոդվածագիրների խնդիր ունենք, ես էլ եմ պատահել հոդվածների, որոնք լրիվ շարադրություն են ներեցեք, լրիվ շարադրություն եւ դա առաջին տողերից ակնհայտ է։ Ներեցեք խմբագիրը կամ գլխավոր խմբագիրը կամ պատասխանատու խմբագիրը ֆիզիկապես ի վիճակի չի տեքստը դարձնել հոդված։ Դրա համար ես
Տիկին Մայայի հետ խոսելուց հետո նախաձեռնեցինք այս հանդիպումը, ես այս ձևաչափը կարծում եմ ավելի կարևոր է գիտագործնական հանդիպման ձևաչափը, Տիկին Մայա։ Մենք բոլորս սովորում ենք եւ մենք բոլորս մեկս մյուսին օգնում ենք եւ այս գիտագործնական հանդիպումները կարծում եմ նաեւ ուսուցման հարթակ են մեզ համար, շատ կարևոր հարթակ են խնդիրները բարձրաձայնելու եւ միմյանց օգնելու համար։ Տիկին Մադլենի հարցը ես չեմ մոռացել կապված մոդելային գրադարանների հետ։ Ահա, խնդրեմ եւս մեկ բաց թեմա, ուսումնասիրման արժանի թեմա, որը կարող է ծնվել եւ դառնալ հոդված, ինչու՞ չէ։ Տիկին Մադլեն ջան, այս մոդելային գրադարանների հետ կապված եւ ընդհանրապես կանաչ գրադարանների եւ շրջանային տնտեսության մեջ գրադարանների դիրքավորման մասին, սրանք հարցեր են, որոնք եւ շատ թեմաներ հայ իրականության, հայ հոդվածներում, հայ ամսագրերում ընդհանրապես չգրված թեմաներ են, բացի չկան։ Եվ մի մտածեք, որ միայն գրադարանային ոլորտում է այդպես։ Գիտության բոլոր ճյուղերը հիմա որ ես շփում եմ, տնտեսագիտության մեջ օրինակ, այնքան բաց բաներ կան, որ ընդհանրապես հայալեզու որևէ նյութ չկա։ Հիմա սա կարելի է ուսումնասիրել առանց հանձնարարելու, կարող է ուսումնասիրվել եւ կարող է դառնալ Տիկին Մայա ապագա հոդվածի յուտ շատ լավ կլինի, օրինակ գաղափարներ արդեն ծնվեցին, կան հղումների մասով, տեխնիկական մասով դիմեք, մենք կօգնենք, բոլորս միասին կսովորենք եւ կարծում եմ առաջիկայում կստանանք բավականին որակյալ հոդվածներ։ Ինչ վերաբերում է դրսին դիմելու վախ կա, որ ես չեմ կարող այսպիսի հեղինակավոր ամսագրին դիմել ընդհանրապես չեմ կարող, որովհետեւ ես չեմ կարող գրել եւ այլն, ես ավելացնեմ Տիկին Մայա, այդ հեղինակավոր սկոպուսը եւ այլն, իրենք նախ ոչ միայն չեն վերցնում, այլ նաեւ շատ հոդվածներ վերցնում են, բավականին մեծ գումարով հետ են վերցնում, գումարը չեն վերադարձնում եւ հոդվածը կարող է տպեն, կարող է չէ եւ մեծ մասամբ վերադարձում են ընդհանրապես, այսինքն նույնիսկ շատ գիտության մեջ եպված մարդը ինքը կանգնում է փաստի առաջ։ Այնպես որ մենակ մենք չենք այդպիսի վիճակում, այնտեղ էլ խնդիրներ կան եւ կարող է նաեւ այս բան լինել։ Ներկնդհատում եմ, ես կարծում եմ, որ մենք պետք է առաջին քայլերը անենք նախ Հայաստանում, հետո նոր ծրտենք միջազգային շուկային, միջազգային հարթակներին, մենք պետք է նախ սովորենք ինքներս այստեղ անել եւ իջն է ինձ հետաքրքիր, որ միջազգային գրադարաններում, աշխարհի տարբեր գրադարաններում պահանջներից մեկը, որ դրված է գրադարանավարի առաջ, տարվա ընթացքում ոչ միայն մասնակցի տարբեր համաժողովների եւ զեկուցումներով հանդես գա, այլ նաեւ հրապարակի իր անձնական ձեռքբերումները։ Դրանով է պատկերված նաեւ աշխարհի մի շարք հայտնի գրադարանների, այսպես ասեմ, զարգացման արագ տեմպերը, որովհետեւ ուսումնասիրությունը անպայման իր հետևից բերում է խնդրի լուծման մեկ այլ տարբերակ, բերում է առաջընթաց։ Դրա համար բերում է գիտական կոչում, մենք նայում ենք նույնիսկ գրադարանավարները գիտական կոչումներով բոլորը աշխատում են, ճիշտ եք ասում, այսինքն քայլերը պետք է սկսել փոքրուց, փոքր քայլերի արվեստ գոյությունն է այդպիսի, փոքր քայլերի արվեստը, այո, եթե մենք այսօր ոչ մի բան չանենք, ասենք չենք կարող, տեղին ձևերով եւ այլն աշխատում ենք, այդպես չի ստացվի, որովհետեւ գալու է հաջորդ սերունդը, իսկ տեսնում եք մեր մասնագիտական ոլորտում հաջորդ սերունդի վիճակը ինչքան վատ է ուսուցման առումով եւ ուսումնական հաստատություններ ընդունվելու առումով գրադարանային ոլորտի մասին է խոսքը, կարելի է ասել կատաստրոֆիկ վիճակ է։ Կադրես, մենք ունենալու ենք, կադրես չենք պատրաստելու։ Խնդրեմ Գոհար ջան, ինչ որ բան եք ուզում։ Կարելի է։ Համեցեք։ Նախ ողջունում եմ բոլոր ներկաներին, իսկապես ողջունելի է ձեր կողմից նման ձևաչափով հանդիպում կազմակերպելը, որովհետև մեկը ես մարզից շատ քիչ եմ մասնակցում օֆլայն հանդիպումներին մայրաքաղաքում տեղի ունեցող, բոլորս գիտենք, որ մարզերում հատկապես մեր ոլորտը նմանատիպ ձևաչափով չի հանդիպում, լավագույն դեպքում որոշակի միջոցառումների շրջանակում ենք գրադարանավարներով կամ գրադարանի աշխատակիցներով իրար հանդիպում, որպես
զեկուցումներով, նաև գիտաժողովներում հանդես եկած մարդ եմ ուզում այսպես հանդես գալ նաև եւ հարցով, քանի որ սա շատ լավ առիթ էր եւ ձեզ եւ Տիկին Մայային նույն հարթակում հարց ուղղելը, հենց հոդվածի տպագրման հետ կապված։ Նախ ասեմ, որ կայքում մի քանի ամիս առաջ նայեցի եւ ժամկետ չգտա, երբ կարող ենք ներկայացնել հոդված հերթական համարի համար։ Դա հիմնական հարց է եւ երկրորդը, որ հիմա նախատեսում էի հոդված մեր Վանաձորի պետական համալսարանի գրադարանի վերաբերյալ, ինքը նախատեսում էի ներկայացնել, չասեմ նկարագրական ձևով, ուղղակի տեղեկատվական ձևով, նաեւ տեսա, որ ձեր ժուրնալը ամսագիրը ունի այդ բաժինը կրթական հաստատությունների գրադարան, սակայն հարցս հետեւյալն է, ինչպես կարելի է ներկայացնել հոդվածը, որովհետեւ հոդվածը ես որոշակի ձևով խաղապար է, կարելի ասել պատրաստ վիճակում ունեմ, բայց հետաքրքրությունը, որպեսզի դա իսկապես նկարագրական չլինի, իմ համար կարևոր է նույնիսկ նկարագրականը, քանի որ ներկայացնում եմ 50 տարվա պատմություն ունեցող Պուհի 50-ամյա գրադարանը 55 արդեն, որի մասին ոչ մի տող գրված չի, եւ գործունեությունը եւ ֆոնդային առանձնահատկությունը մեկ հոդվածում դժվար կարողանամ ներկայացնել, բայց ինչպես անել, որ հոդվածը չունենա սոսկ նկարագրական բնույթ։ Այդքանը, շնորհակալ եմ եւս մեկ անգամ ողջունելի է ձևաչափը։ Տիկին Մայա, ես հիմա որպես խմբագիր, հա, բացատրեմ, որտեղ կոնկրետ մեր ամսագրին վերաբերում, ուրեմն տեսեք, կոնկրետ ժամկետի հետ կապված ճիշտ նկատողություններ իսկապես չկա դրված, մենք պարզապես բոլորը արդեն կարծես գիտեն, որ գոնե մեկ ամիս շուտ պետք է ուղարկեն, դրա համար չեն կարել, բայց անպայման այդ ուղումը կմտցնեն, դա մեկ, երկրորդ հոդվածը նկարագրական չլինելու համար, ուրեմն մեր ամսագիր, ինչպես տեսած, կա տեղեկատվական բաժին եւ կա գիտական բաժին։ Գիտական բաժինը տարբերվում է տեղեկատվականից նրանով, որ հոդվածը չի ստանում դոյի, այսինքն տեղեկատվական, իսկ հեղինակներից շատ հաճախ, եթե շատ բան է լինում, նույնիսկ օրքիդ չենք դնում, դրանով արդեն իրենք տարբերվում են։ Տեղեկատվականի մեջ դուք կարող եք նկարագրել առանց հղումներ անելու, որովհետև դա ձեր անձնական տեսակետն է, մոտեցումն է, տպավորությունն է կամ, չգիտեմ, անցած 50 տարվա ուղղության այդ վերլուծությունն է։ Եթե դուք դնում եք տեղեկատվականի մեջ նաև հղումներ, տարբեր համեմատություններ, գիտական հրապարակումներ, դուք հետազոտություն եք անում, թե օրինակ 50 տարի առաջ, երբ որ համալսարանը հիմնադրվեց, գրադարանը հիմնադրվեց, ինչ կարգավիճակում էր, օրինակ քանի միավոր գրականություն ուներ եւ համեմատեք ներկայիս հետ, ապա դա արդեն վերլուծություն է դառնում։ Սա այդպես։ Երկրորդը, դուք որպեսզի ձեր հոդվածը դառնա գիտական, փորձեք վերլուծել գրադարանի տարբեր տարիների գործունեության արդյունքները։ Եվ այդ արդյունքները համեմատելով վերլուծություն արեք։ Ոչ թե նկարագրեք, որ 2010 թվականին գրադարանն արեց այսինչ միջոցառումը, 11-ին այսինչ մեկը, հետո ձեռք բերեցինք համակարգիչ, հետո այս։ Ես օրինակներ եմ բերում, ես չեմ ասում դա այդպես է։ Այդպես փորձեք հասկանալ, ենթադրենք խնդիրը, ենթադրենք ընթերցողների թիվը 10 տարվա կտրվածքով, ինչպիսին պետք է լինի, եւ այդ վերլուծությունը ներկայացրեք։ Դա կլինի պարզապես գրադարանային վիճակագրության փայլուն օրինակ եւ նաեւ ձեր սեփական վերլուծությունը, որի տակ դուք կարող եք դնել ձեր գրադարանի տարբեր տարիների հաշվետվությունները։ Ով ասեց, որ հաշվետվությունը աղբյուր չի համարվող, բայց առավել եւս թեմայի առումով եմ ասում, մի կենտրոնացեք մենակ մի նյութի, մի կառույցի վրա։ Եթե դուք ուսումնասիրում եք ձեր համալսարանի գրադարանը, փորձեք համեմատություններ անցկացնել այլ համալսարանների գրադարանների հետ, ոչ թե միջազգային, այլ կողքի, ենթադրենք Շիրակի համալսարանի գրադարանի հետ։ Այս դեպքում, եթե դուք համեմատում եք, դուք հնարավորություն եք ունենում վերլուծելու։ Եթե չկա համեմատություն, դուք նշանակում եք գովաբանում եք ձեր գրադարանը։ Հասկանալի է, չէ, ես այսվարական կոնկրետ համատարել ձեր ասած տարի կտրվածքով ոչ թե ներկայացնելով, այլ նաև վերլուծելով մինչև միավոր, ասենք տարվա կտրվածքով մեկ ուսանողին ընկնող միավոր գրքի, այդպես հաճախումի, տածքի հարաբերակցություն, որը նաև ճիշտ նկատեցիք մեր հաշվետվությունների մեջ է գնում, որովհետև երբ որ ուսանողի թիվը նվազում է, բնականաբար գրքի տածքն էլ է նվազում։ Ու արդյունքում թվում է, թե ամեն ինչ նվազել է, բայց երբ այդ հարաբերակցությունն են կազմում եւ միավոր գրքի
ու ուսանողի հարաբերությունը, մենք տեսնում ենք, որ հակառակ աշխատանքը արդյունավետ է եղել, մեկ ուսանող ավելի շատ գիրք է տարել, քան նախկին են, ասենք մի տարի առաջ եւ ավելի մի թիվ ունենք, Հոդվածում կարելի է պարզաբանել, չէ՞։ Մարտինա, դուք հիմա վերլուծություն եք անում, ես ուղղակի ձեզ ուզում եմ բացատրել գիտական հոդվածի եւ տեղեկատվական հոդվածի տարբերությունները։ Միայն դա, եթե դուք մենակ նկարագրեք ձեր գրադարանի գործունեությունը, պատմությունը տակ, բաժինները ներկայացնեք, հետո ներկայացնեք, դա կներեք գիտական հոդված համարվել չի կարող։ Եթե դուք փորձեք վերլուծական դա ներկայացնել նույն գրադարանը, ապա դա կլինի գիտական հոդված։ Շնորհակալ եմ ամենից Ջան, ես մի բան էլ ասեմ ձեզ եւ խորհուրդ մի գնացեք այդ նկարագրական երբ է ստեղծվել որ թվականին գնացեք վերլուծական դաշտ։ Օրինակ դուք ասեցիք այս ինչը ազդել է այն ինչի վրա համեմատություն, վերլուծություն, վիճակագրություն։ Գնացեք դեպի դաշտ կամ եթե դուք օրինակ ասեք տեխնիկայի օգտագործումը ինչպես է ազդել ընթերցանության որակի վրա։ Օրինակ եմ ասում, համ փոքրացրեք ձեր ուսումնասիրությունը կոնկրետացրեք, համ էլ մի գնացեք այդ նկարագրական դաշտ, մենք էլ ենք 50-ամյա շատ լավ է, բայց եթե մենք դնենք պատմություն ասենք, օրինակ Տիկին Մայան շատ լավ բան հիշեց ձեզ, համեմատական վերլուծություն արեք, էլի չկա բուհական գրադարանների մասին ոչինչ։ Ես ինքս գրել եմ բուհական գրադարանի ընթերցանության կողմնորոշիչների մասին, ուսանող ընթերցողների կողմնորոշիչները բուհական գրադարաններ, որը նույնպես բաց թեմա էր, չկար, այսինքն շատ լավ Տիկին Մայան ձեզ ուշեց, գնացեք այդ համեմատական վերլուծության դաշտ կտեսնեք ինչքան հետաքրքիր է, միջբուհական վերլուծեք, տեսեք համեմատություն տվեք ինչքան հետաքրքիր է, հավատացեք դա ավելի գիտականություն էլ կապահովի, ավելի հետաքրքիր փաստեր էլ կտա, տվյալներ էլ վեր կլուծի, որովհետև ես սկզբում ասեցի, իմ ելույթի սկզբում ասեցի, որ դուք պետք է նայեք ուսումնասիրեք, ոչ թե ասում եմ անմիջապես մտնեք Սկուպուսում, այլ մի քիչ պետք է ուսումնասիրել դաշտը, աշխարհը գնանք բաց դեպի աշխարհ, ինչ է մտածում աշխարհը, օրինակ Տիկին Մարլինը ասեց մոդելային գրադարան, կամ ասում ես կանաչ գրադարան, աշխարհը ինչ են մտածում, ինչպիսի մրցանակներ են ստանում, ինչ գրադարաններ են ստանում եւ ինչի համար են ստանում, այսինքն թեմատիկան աշխարհից վերցրեք եւ կոնկրետացեք ձեր գրադարանի վրա, բան արեք, մոդելավորեք, այսինքն հարցեր էլի, ձեր գրադարանի վրա կենտրոնացեք, մի քիչ եթե մենք դաշտը ուսումնասիրենք, բացվենք գնանք դեպի աշխարհ, հետո վերադառնանք կոնկրետանանք դեպի մեր գրադարան, այսինքն աշխարհի թեման պրոյեկտենք մեր գրադարանի վրա, օրինակ ապագայում ոնց կլինի, եթե ես օգտագործեմ այս վիճակագրական գործիքը, այդ վիճակագրության մասն էլ է շատ բարձ, Տիկին Մադլեն, էլի թեմաներ կան, էլի տեսեք մենք խոսեցինք եւ ծնվեցին նոր թեմաներ, մասնավորապես վիճակագրության հետ կապված, ես կարծում եմ մենք կանենք էլի գիտագործնական հանդիպում ժամանակակից մեթոդների հետ կապված, երբ որ կաշխատենք նյութ կհավաքենք եւ պատրաստ կլինենք մեր հաջորդ հանդիպման համար։ Եթե էլի հարցեր կան, համեցեք, եթե չէ, գոլեգաներ այսպիսով ամփոփենք, ավարտենք մեր այսօրվա հանդիպումը։ Կան հարցեր։ Եթե չկան, թույլ տվեք բոլորիդ շնորհակալություն հայտնել մասնակցության համար եւ մինչեւ հաջորդ հանդիպում թեմաները կարող եք հուշել նաեւ դուք, մենք հասանելի ենք սոցիալական ցանցերում, կգտնեք մեզ, կգրեք, մենք էլ սիրով կօգնենք եւ կաշխատենք միասին։ Շնորհակալ ենք, հուսով ենք, որ կլինի շարունակական։ Անպայման։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Հաջողություն։ Հաջողություն։